իմ դատողությունները կառուցել, առաջինը քննարկման ընթացքում երբ որ ժողովրդական քննիներից ենք խոսում, խոսեցինք ընկալումների աղջիկների քանակն է քիչ, ես կուզենայի մտածել Նարեկ ջան, որ այն հանգամանքը, որ այստեղ միայն տղամարդիկ են, դրանով չի պայմանավորված, իհարկե կեսկատակ կես լուրջ, բայց իմ առաջարկը կլինի, որ հաջորդ քննարկման ժամանակ անպայման այդ հարցին ուշադրություն դարձնեք, ես եւ իմ ընկեր պարոն Կարայանը կարծում եմ կամավորության հիմունքներով մեր տեղը կզիջենք ոչ պակաս ավելի հեղինակավոր եւ բանիմաց կին տնտեսագետների եւ դա վերաբերում է նաեւ մնացած հարցերին իհարկե կարող եք ընդունել որպես կատակ, բայց ինչպես ասում են ամեն կատակի մեջ կա կատակի հատիկ երկրորդ հարցը, որի շուրջ կցանկանայի նույնպես որպես ուղղություն նշել, դա այն է, որ համոզված եմ իհարկե, որ դրան ուշադրություն դարձել է քննարկումներում, դա միջազգային փորձի ուսումնասիրությունն է, եւ մասնավորապես երբ որ խոսում ենք օրինակ փոքր բիզնեսի հարգման մասին, տեսեք այս կարճ քննարկման ընթացքում արդեն իսկ որոշակի ռիսկեր դրա հետ կապված վերհանվեցին, հնարավոր չի լինելու ընդհանրապես որևէ բիզնես նույնիսկ հարկերից ազատելու պարագայում ամբողջությամբ ազատել վաճառությունից, որովհետև այն շեմը, որը որ մենք պետք է որոշենք, որ այդ շեմից ներքև ինքը ազատված է լինելու հարկերից, այդ շեմին հետևելը պահանջում է վաճառություն։ Հետևաբար, եթե այդ վաճառությունը պետք է լինի, հիմնական խնդիրը այդտեղ է լինելու, էլի։ Դրա համար փորձենք նաև միջազգային փորձը վերլուծելով հասկանալ դրա դրական եւ բացական կողմերը, ես կմիանամ պարոն Բագրատյանին, գուցե այդտեղ այլ լուծումները ավելի հետաքրքիր լինեն։ Եվ շարունակելով ձեր միտքը, Նարեկ ջան, դա ներդրումներին է վերաբերում, դուք նշեցիք, որ անցած տարի 2025 թվականին բավականին ցածր են եղել ներդրումները, խոսքը իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին է, հավանաբար չմոռանանք, որ դրանից առաջ դրանք եղել են բացասական մեծություն 2024 թվականին, դրանից առաջ վերջին մի քանի տարիների ընթացքում եւս 2 տարի մենք ունեցել ենք օտարերկրյա զուտ ներդրումների իրական հատվածում օտարերկրյա զուտ ներդրումների բացասական մեծություն 19 եւ 20 թվականներին, իսկ մեզ բոլորիս տնտեսագետներին հայտնի է, որ երկիրը չի կարող առաջանցիկ տեմպերով զարգացում ունենալ, եթե մենք չկարողանանք դուրս գալ այդ կախարդական ցիկլից եւ չկարողանանք ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումների հզոր հոսքեր դեպի Հայաստանի Հանրապետություն։ Այդ լուծումները մենք պետք է աշխատենք այդ լուծումների վրա եւ ցավոք մենք որպես հասարակություն մենք վերջին տարիներին ապացուցեցինք, որ ինստիտուցիոնալ լուծումներ չկան այդ առումով մեր երկրում։ Այսինքն մենք կարող ենք մտածել, որ մեր օրենսդրությունը լավն է, մեր սահմանադրությունը լավն է, բայց երբ որ գալիս ենք արդեն կիրառական պրակտիկայում, մենք ներդրողներին ցույց ենք տալիս, որ այդտեղ ոչ մի կանոն չի գործում։ Եվ հետևաբար այստեղ մեզ հարկավոր են լինելու իսկապես շատ լուրջ ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի օտարերկրյա ներդրողը վստահ լինի, որ ինքը գալիս է մի երկիր, որտեղ իր իրավունքները պաշտպանված են լինելու, ընդ որում այդ պաշտպանողը ոչ թե լինելու է անհատը, անձը, այլ տրված հստակ կուռ իրավական կարգավորումները։ Այստեղ ես խնդիր եմ տեսնում, լուծումը ինձ համար տեսանելի չի անկեղծ ասած, բայց վստահ կարող եմ ասել, որ եթե մենք այս հարցում յուրօրինակ, ինչ եմ ասում յուրօրինակ, որովհետև չեմ կարծում, որ աշխարհին հայտնի են շատ նման նախադեպեր, երբ որ երկիրը հայտնվել է նման իրավիճակում։ Եթե մենք չկարողանանք բավականին հստակ յուրօրինակ լուծումներ գտնել այս հարցում, որ մենք կարողանանք չնայած ստեղծված բավականին ծանր իրավիճակին ներդրումների պաշտպանության, սեփականության իրավունքի պաշտպանության, օրենքի գերակայության իրավունքի բացակայության այդ ծանր իրավիճակի պայմաններին մենք ինչպես կկարողանանք ներդրողին համոզել, որ ինքը պաշտպանված է լինելու Հայաստանի Հանրապետությունն եւ կարող է ցանկացած աշխարհի այլ երկրի փոխարեն վստահաբար ընտրել Հայաստանի Հանրապետությունը եւ վստահ լինել, որ անկախ իշխանությունից ով ուզում է լինի վաղվա իշխանությունը 5 տարի հետո 10 տարի հետո ինքը պաշտպանված է լինելու, եթե մենք դա չկարողացանք անել, ցանկացած ծրագիր, որքան էլ որ մենք ուզենանք, որ դա խոստում չմնա, արդյունքը շատ սահմանափակ է լինելու։ Այս հարցն է, որ կուզենայի, որ մենք հետագա քննարկումների ընթացքում մեծ ուշադրություն դարձնեինք։ Շնորհակալություն։ Որպեսզի մեր երկրում ներդրողների իրավունքը պաշտպանված լինեն, իսկ պատմակարորեն վերջի 1-2 տարվա ընթացքում այնպիսի դեպքեր են տեղի ունեցել, որ շատ դժվար է լինելու վերականգնել անգամ իշխանության փոփոխությունից հետո էլ դժվար է լինելու, որովհետև բոլորը նայելու են, ասելու են, այս սա այն երկիրն է,
որտեղ այսպիսի բաներ են եղել, որտեղ հիմնական ամենամեծ ներդրողին կալանավորել են, որտեղ գործարարներից քաղաքական հայացքների համար բիզնես են վերցնում, կողքի երկիրը կնայեն, այս երկիրն է, որ ոչ մի այդ բանը տեղի չի ունենում, հարկերը ավելի լավ են, չկա վարչարարություն, որ երկիր ներդրում կանեն, իհարկե այն երկրում, որտեղ պաշտպանված է լինելու, շատ դժվար է լինելու վերականգնել այն վստահության կորուստը, որը մենք ստացանք երկրի այսօրվա վարչապետի քայլերի հաջորդականության արդյունքում։ Այո, պարոն Բագրատյանը ասում է եւ մինչեւ նրան էլ սակայն շատ կարեւոր է նաեւ ձևավորել ներքին պոտենցիալ ուղղակի ներդրումները դա հիմնականում դրա հետ աշխատանքը կլինի դեբյուրոկրատիզացիայի արդյունքում երկրի հեշտացման process-ների հեշտացման արդյունքում եւ նաեւ մեր թիմի ղեկավարի աշխատանքի արդյունքում իր աշխատանքային համբավի արդյունքում մենք տեսնում ենք որ օտարերկրյա ուղղակի ներդրումներ շատ կլինեն դա ցավոտ է քանի որ ինստիտուցիոնալ ներդրող Հայաստանում չի գա եթե չլինի վստահ երաշխավոր բայց մենք ունենք այն ինչ ունենք եւ պետք է այս պարագայում ուղղակի մեր երկիրը զարգացնենք այդ ուղղությամբ մինչեւ տասնամյակներ անցնի եւ տեսնեն որ երկրում բիզնես չեն խլում դրանից հետո շնորհակալ եմ